Ողջույն Նորայր եւ շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Բարև ձեզ, շնորհակալություն այս։ Մեր ամբողջ լրահոսը այսօր պատտվում էր հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ դուք, այսպես ասենք, հեռու չեք այդ հոգեվոր հաստատությունից, ինչպես արդեն նշեցի, Էջմիածնի Գևորգյան հոգեվոր ճեմարանում դասախոսել եք եւ շատ-շատերին այնտեղ անձամբ ճանաչում եք եւ նաեւ տեղյակ եք, թե ինչ է կատարում։ Կարծես թե արդեն հերթական թիրախը կաթողիկոսն է, այդպես հասկանանք, քրեական գործ է հարուցվել եւ ճիշտ է չեն ասում կաթողիկոսի դեմ, բայց ըստ էության պետք է այդպես հասկանանք։ Դե նախ բարև ձեզ վերստին։ Դե այնպես է ստացվել, որ ամեն առավոտ արտանում ենք եւ այսպիսի լուրերի շարանի ենք ականատեսել։ Կարծես արդեն իմունիտետ ենք ձեռք բերել, հա։ Արդեն սովորություն է դարձել։ Վերջ չկա կարծես։ Եվ այսօր այո, տեսանք արդեն վարույթ նախաձեռնելու ինչ-ինչ քրեական վարույթ, այո, ճիշտ։ Այո, այդ շատ նոր է, շատ այդպես մանրամասն եթե տեղյակ չենք, բայց ամեն ինչ տանում էր դրան։ Եվ փորձագետները եւ մենք մեր տեղեկացվածության չափով մեր ուրեմն փորձառությամբ դա տեսնում էինք, սկսած եթե 18 թվականից չբերեմ, սկսած այս տարվա մայիս հունիս ամիսներից Բագրատ եւ Միքայել Սրբազանների հետ կապված դեպքերից, հարուցումներից, իրավական այդ ամբողջ ընթացքից, վակխանալիայից, մեկ խոսքի կամ մեկ կեցվածքի համար գործ հարուցելուց, վերջին մի քանի օրերի անցուդարձը, այո, դա Արագածոտի թեմի առաջնորդի ձերբակալությունը 4 տարի առաջ 3 փաստորեն թեմի առաջնորդներ կալանավորված են։ Այո, եւ այստեղ պետք է շեշտել, սրանք փաստեր են։ Շատ հաճախ ասում են, որ ես շատ լսում եմ իշխանական ուրեմն կառույցներից, առաջին դեմքերից, որ սա եկեղեցու բարձրաստիճան անձանց անդադ ուղում են։ Գիտեք, շատ եմ իրենց հետ այդ անձանց հետ քննարկումների մեջ անհատական եւ անդադ փորձում են անցկացնել, որ անհատների եկեղեցու բարձրագույն որոշ իշխանավորների դեմ է այս ընթացքը, բայց սա որոշ քանի, բայց սա ակնհայտ է, որ իդեմս նրան սա արշավը եկեղեցու դեմ փաստեր, ասենք, այսօրվա դրությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից 3-ը արդեն կալանավորված են։ Հիմա տեսնում ենք արդեն այսպես ասած, թող ներվի հերթի մեջ են մյուսները, ամեն ասոր հայտարարություններ կոչեր են հնչում ընդդեմ եկեղեցու, քահանաների են հավաքագրում, որոնք բոլոր կարմիր գծերն ու սահմանները անցնելով, հարգելի Արտուր, ես պետք է ասեմ նաև իրենց ստանձնած հոգևոր սահմանները, որովհետև ինչ է նշանակում քահանան իր առաջնորդի դեմ վկայություն է տալիս կամ դրանք ներդրված մարդիկ են, թե նոր են հավաքագրվել։ Կներեք, հիմա ասեմ, հրապարակում են իրենց անձնական գրագրությունները, Մայրաթորի հետ ունեցած գրագրությունները, սա ոչ մի անձի հարիր չէ, առավել ևս հոգևորականի։ Ճիշտ ասած, ես կարծում եմ դրանց եթե նկատի ունեք վերջի 3 հոգևոր 3.5 այսպես ասած, մեկն էլ կիսատ հայտարարություն արեց, ես կարծում եմ հետևական աշխատանքի վերջին շրջանում ձեռքբերումն է։ Տարիների շարունակ վերջին շրջանի ձեռքբերումներն են, քաղում են, եւ ես լսեցի այսպես ասած իմ շրջանակից տեղեկություն, որ նաեւ շարունակում են քաղելու աշխատանքները, ինչու՞ չէ աշխատելով նաեւ Հայաստանից դուրս թեմերի վրա։ Այո։ Ասելիքս այն էր, որ սա նպատակա ուղղված, ուրեմն եկեղեցու դեմ ծրագիր է։ Իսկ ովքեր են աշխատում, հատուկ ծառայությունները, թե ճիշտ ասած, այդպիսի հայտարարություն անելու համար պետք է ունենալ հստակ տեղեկություն, որ լծված է իշխանական համակարգը, այսպես իշխանությունները։ Լավ, դուք աշխատել եք հոգևոր ճեմարանում որպես դասախոս, այդ այսպես ասենք հուդաներին թողինձներ են այդ բառի համար, բայց ամեն դեպքում հուդաներին ճանաչել եք, այսինքն դաս տվել եք երբևէ 3.5 ասացիք դուք։ Եթե նկատի ունեք ավելի կոնկրետ, օրինակ Արամ Տեր Արամ, հա, Տեր Արամ ամենահայտնի հուդան։ Դասավանդման առումով չենք առնչվել, բայց իհարկե ճանաչել ենք, այսինքն 10-ով ավելի տարիներ նախ Ազգինյան դպրանոցում Սևանում եւ ապա Գևորգյան հոգևոր ճեմարանում դասախոսական տարիներ իհարկե առնչվել եմ եւ այստեղ եւ ուսանողական տարիների նրանց կեցվածքը կարող է չհամընկնել հետագա ընթացքի, որտեղ ստանան քահանայական ինչ-որ փորձառություն, ընթացք, կյանքի դասեր, իշխանության հետ առնչություններ, բայց այն ինչ-որ ձեր նշած քահանայի ակնարկներ
Շատ զարմանալի որ այդպիսի ընթացք ունեցա, որովհետև նա աչքի չէր ընկնում առանձնապես այդպիսի բուրըն կեցվածքով, գիտեք, ոչ աչ, ոչ ցախ, ոչ տեսչության առաջ իր համար հանգիստ կարելի ասել միջին, եթե ուրիշ տերմին չօգտագործեմ, միջին ընթացքով շարժվում էր առաջ։ Բայց ես լսեցի նաև իր ուսումնակիցների որոշ հայտարարություններ, թե ինչպես է փորձել աչքի ընկնել, ինչպես է տեխնոպա աշխատել կարծեմ։ փորձել, խնդրել։ Եվ նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ է շփվել վերջին 4 տարիներում կարծեմ այդպեսի բան։ Դե լսում ենք այդպեսի, այո։ Եվ երևի թե այդ ամենը թողնում է իր ազդեցությունը։ Շատ լավ։ Հիմա տեսեք ինչ է ուզում, պարզ է թե ինչ է ուզում իշխանությունը, ընդհանրապես իր ձեռքի տակ հավաքել եկեղեցին, ենթարկեցնել իրեն, բայց հիմա կաթողիկոսի վեհապարի շուրջ այդ այսպես ասած կեղծ իրավական գործընթացները խոսում են նրա մասին, որ իբր եկեղեցին փորձել է ազդել հոգևորականների, եկեղեցու ղեկավարությունը փորձել է ազդել հոգևորականների վրա, որպեսզի նրանք քաղաքացիական դիրքորոշում հայտնեն, այսինքն գնան մասնակցեն ինչ-որ հանրահավաքների ցույցերի։ Ես ուզում եմ հարցնել, օրինակ Միացյալ Նահանգներում բոլոր եկեղեցիները ընտրությունից առաջ, ընտրությունից հետո բացահայտ իրենց քաղաքացիական դիրքորոշում հայտնում են, օրինակ ասում են, օրինակ նախորդ ընտրություններում բացահայտ քրիստոնեական գրեթե բոլոր եկեղեցիները որոշ բացառություններով հայտարարեցին, որ աջակցում են Դոնալդ Թրամփին եւ հոգեվորականները մասնակցում են հանրահավաքներին, կարող են նրանք խոսել, աջակցել եւ այսինքն դա որպես կառույց եւ որպես նաեւ որպես քաղաքացի նրանք էլ են չէ քաղաքացի ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Ու ընտրվելը մի կողմ թողնենք, բայց ընտրելու իրավունք ունեն։ Այսինքն ինչ է եկեղեցին պետք է չեզոք մնա, հատկապես եթե դա վերաբերում է ոչ թե կուսակցական պայքարին, ազգային խնդիր է, ինչի համար է հանրահավաքները, Արցախը զիջելու դեմ էր, արցախցիներին աջակցության կոչեր էր, Նիկոլ Փաշինյանի վարած հակահայկական քաղաքական, այսինքն դա ազգային հարց է եւ ոչ թե կուսակցական կամ քաղաքական կամ ընդհանրենք մեկը ինչ որ նեղ անձնական շահեր է տապնում։ Ինչ է եկեղեցին չպետք է կարողանա այդ դեպքում ինչու՞մն է կարողանում եկեղեցու ազգային կառույց լինել, եթե պետք է եկեղեցին այսպես ամորֆ մի ինչ որ վիճակում լինի։ Ինչ է կարծում դուք։ Հարգելի Արտուր։ Եվ հատկապես նկատի ունենալով, օրինակ քաղաքակիրթ աշխարհի ներկայիս աշխարհի հենց հիմա Այսպիսի մի իմ աչքի տեսած փաստը ներկայացնեմ, տարիներ առաջ էր տնտեսական հարցով ընդվզում կար Հայաստանի մեջ, տնտեսվարողների մի շերտ բողոքի ակցիաներ էին անցկացնում, շատ լարվեց իրավիճակը, պաշտոնյաներ եկան եւ այդ պահին հայտնվեց սքեմավոր հոգեվորական։ Հարգելի Արտուր, ես վստահեցնում եմ ինչպես իրավիճակը մի ակնթարթում փոխվեց։ Իհարկե։ Հանգուցալուծվեց, մարդկային հունի մեջ վերադարձավ, բայց ես լսում եմ շատ ուրեմն լուրեր, որ հոգեվորականները ներկայ են եղել այդ քաղաքական իրադարձություններին հենց այդ առաքելությամբ։ Իսկ ինչու պետք է անտեսել այս պահը։ Նույն 18 թվականին հոգեվորականները չգնացին մտան ժողովրդի մեջ, նույնիսկ դեմից էին քայլում, եթե ես չեմ սխալվում։ Այո, այդ երթերի ժամանակ։ Եվ երկու դեպքում էլ եթե հոգեվորականները իբրև նախ ոչ ոք չի չեղարկել, ուրեմն սահմանադրության եւ առասարակ օրենսդրության այն դրույթները, որոնք հաստատում է, որ նրանք քաղաքացի են եւ ունեն իրենց քաղաքացիական կեցվածքը արտահայտելու իրավունքը։ Եվ ոչ ոք չի չեղարկել նաեւ սահմանադրական այն դրույթը, որ եկեղեցին անջատ է պետությունից եւ իշխանական ոչ մի կառույց չունի իրավասություն, ուրեմն միջամտելու նրանց գործերին, ինչը որ տեսնում ենք այսօր ամեն օրվա 24 ժամյա ռեժիմով։ Ասածս այն է, որ երկու դեպքում էլ, երբ որ հոգեվորականները այս առումով միջամտում են քաղաքական ինչ իրադարձություններին, մի շերտը ասում է ներգրավեց, մի շերտը ասում է, բա ուր է եկեղեցին, ձայնը չի լսվում, ուրեմն ինչ է դրա միջին գիծը։ Մեկը սա, բայց մյուս դեպքում էլ առաջին ես որ լսում եմ այդպիսի ձայնագրություններ կամ ինչ փաստեր, որոնց հիման կամ հարցազրույցի տվյալներ, որոնց հիման վրա ուրեմն վարույթ է սկսվում, իմ առաջին ռեակցիան է լինում լավ, իրավապահ մարմիններ, դուք հասել եք այն ուրեմն հանգրվանի այն աստիճանի, որ ուրեմն ձայնագրության մի կասկածելի դրույթով եք ձեր գործերը ձեռնարկում, մնացել եք այդ փաստերի հույսին։ Ես մեր ունկնդիրներին եւ մեր բոլորին բարեկամներին հերոստատիտողին կոչ եմ անում այս ամենին դել այդ նաև առումով
Հարգելի բարեկամներ, մի ձայնագրության վրա կառուցել տեսություններ եկեղեցու դեմ, սա պարզապես ծիծաղելի է, սա մեզ չի պատշաճում։ Ծիծաղելի է, բայց ավելի շատ նողկալի իրավիճակ է եւ բոլոր նրանք, ովքեր որ հանդգնում են պաշտպանել եկեղեցուն, նրանք էլ են հայտնվում բանտում, Սամվել Կարապետյան եւ հիմա արդեն փաստաբան, որը որ իր դժգոհություն էր հայտնում ուրեմն այդ քննիչների, չգիտեմ 50 քննիչ աշխատում է Սամվել Կարապետյանի իր գործ սարքելով։ Երևի հիմա նոր աշխատատեղեր են բացվելու, այսպես ասած քննիչներ հավաքագրելու սորոսական հատկապես։ Եթե փորձենք ձեր ասածը ընդհանրացնել, ես վստահ եմ, ես զգում եմ դա իմ ծանոթների շրջապատի տրամադրություններից, այն վիճակն է, որ արդեն մի փոքր զգուշանում են խոսքից, զգուշանում են արտահայտվելուց։ Այսինքն այն ինչ որ անուղղակի նաև նպատակներից մեկն է։ Այսինքն համարենք թե ընտրությունների նախաշեմին նաև ինչու՞ չէ ընդհանրագիտակցորեն կամ ուղղակիորեն խոսքի սահմանափակման մի արշավ է սա ուղղված եկեղեցու կամ սկսելով եկեղեցուց։ Ուզում են վախացնել, ինչ են ուզում անել։ Դե այդտեղ գործոնները իսկ այստեղ որ այսպես ասենք եկեղեցուց ոչ հեռու անց այստեղ ինչպես են ընկալում այդ Նիկոլ Փաշինյանական հարձակումները մեր հոգևոր այսպես ասած հոտը հավատացյալների մեր հայրենակիցները մեր հայրենակից հավատացյալները ինչպես են դա ընկալում։ Հայտնի է որ մեր հայրենակիցները ինչպես բազմաշերտ են Հայաստանում բուն հայրենիքում այնպես էլ այստեղ տարբեր տեսակետներ կան, բայց ես ավելի շատ լսում եմ ի պաշտպանություն հոգևոր հաստատության կոչեր, նաև կեցվածք, բայց նաև հոգևոր հայրերը իրենց ծառայության, իրենց հանգամանքի մեջ են, ամենօրյա ծեսով, իրենց ծուխերում, կարծեմ տրամադրությունների վրա ազդում են անշուշտ, բայց իրենց աշխատանքի ընթացքի վրա ոչ։ Նույնիսկ նաև կարծեմ Հայաստանում, երբ հիշատակում եք Ճեմարանը, ես պարտքս եմ համարում, այսպես բացահայտ ասելու, որ Ճեմարանից դուրս են գալիս գերազանց սաներ, փայլուն սաներ, նվիրյալներ եւ մեր եկեղեցուն ոսկի պարզապես տղաներ, հարգելի Արտուր, մեր հայրենիքին մենք տեսանք Արցախյան այդ ամբողջ գոյամարտի մասնակիցի նվիրվածությունը ամբողջ եւ այսօր էլ նրանք կան։ Եվ երբ խոսում են, հնչում են այսպիսի մտքեր եկեղեցու վերաբերյալ զայնագրություններ կամ չգիտեմ ինչ, բայց անտեսած ենք թողում այդ գերազանց ծառայությունը, հոգևոր ծառայությունը, ամեն օրվա ծառայությունը մեր երիտասարդների, հոգևորականների, ավակների, իսկ ինչու՞ չպետք է մեզ համար ուղենիշ լինեն այս շերտը եւ ոչ թե ամեն օր խառնակություն իրավական, չգիտեմ ինչ հարցեր, ամեն օր ամբողջ օրը ուրեմն պատտասնելու տրամադրությունը։ Այո։ Հաջողվելու է Նիկոլ Փաշինյանին այսպես ասենք պարակտել, վարկաբեկել հայ առաքելական եկեղեցին։ Դե եթե դա ենք հրճակում վերջի նպատակը, մենք չէ, իրենք։ Եթե դա է հրճակվել, իհարկե նպատակը, բայց հասնելու է այդ նպատակը։ Ես պարզապես կարող եմ ձեր ներկայությամբ ասել Աստված չանի, որովհետև մի բան է իրենց հրճակած եկեղեցական մի քանի ղեկավար անձանց հանդեպ վերաբերմունքը, մի բան է ամբողջ մեր առաքելը հաստատ, սրանք հենց այնպեսի խոսքեր չեն։ Եկեղեցին 1700-ամյա իր պաշտոնական հաստատությամբ, դրանից առաջվա ծառայությամբ ես հույս ունեմ մեր ժողովրդի ողջախոհության եւ եկեղեցու նվիրվածության վրա, որ բանը դրան չպիտի հասնի։ Եկեղեցին կշարունակի իր հաստատուն առաքելությունը, հոգևոր եւ ազգային։ Այո, մի բան եմ ուզում հարցնել, համոզված եմ տեղյակ եք Արամ Առաջինի այսպես ասած թողիցներին, բայց սիրախաղը Նիկոլ Փաշինյանի հետ այդ այցը եւ այլն եպիսկոպոս էր, թե արքեպիսկոպոսի այցը, նվերը եւ այլն, ինչպես եք դրան վերաբերվում, սա ինչի մասին է խոսում։ Ես լուրերից տեղեկացա Շահան արքեպիսկոպոսի այցի մասին Երևան եւ վարչապետի հետ հանդիպումը եւ պաշտոնական այս ֆոնին, երբ որ եկեղեցին հաղորդագրությունը, որի մեջ միայն դրական այդպես ֆոնով էր ներկայացվում, նաեւ Կանադայում է հայրապետական այցով գտնվում Արամ Առաջին վեհապարը, նաեւ այնտեղից լսեցի իր մեկնաբանությունը, որ եթե ես ճիշտ եմ տերմինը հիշում, պահանջվում է կասեցնել, դադարեցնել եկեղեցականների հանդեպ այս գործողությունները, պահանջվում է գուցե, դրանք մի փոքր իրար չեն բռնում, չեն համընկնում, ընդհանրապես սա կարող եմ ասել, բայց ավելին դժվար է մեկնաբանել չլինելով ուղղակի այդ ամենի մեջ ներգրավված։ Պարոն Պողոսյան, ուզում եմ ձեզ հարցնել որպես դարձյալ Ճեմարանի ուսուցիչ, նախկին
եւ հոգեվոր, այսպես ասած, մեր կյանքին տեղյակ մարդ։ Տեսեք, կա այսպիսի թեզ, որ աշխարհում ընդհանրապես գնում է բարու եւ չարի պայքար։ Ես միշտ փորձել եմ այդպես միստիկական չընկալել այդ ամեն ինչը, բայց փորձը ցույց է տալիս, որ դա կա։ Եվ ընդհանրապես չարը գալիս է բարի դեմքով, են Աստվածաշնչի ասած գառան մորթի հակած գայլեր են, չէ՞, այդ մարդիկ։ Հիմա իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը այդ գառան մորթի փորձում է հակնել ամեն օր սաղմոսներ եւ այլն, բայց եթե նայենք 7 տարվա մեջ ինքը ինչ է արել, ասենք օրինակ առաջինը եկեղեցուց քահանային հանելը, ահա մեր այլևս չենք ասում, բայց տրանսգենդերներին բերել է։ Եվ հիմա փորձում է ինչ-որ բան։ Իմ տպավորությունն այն է, որ կարծես թե նոր աղանդ է ուզում ստեղծել Հայաստանում եւ այդ կաթողիկոսը, որին ուզում է այսպես ներդնել հայ առաքելական եկեղեցու վրա, լինելու է իր պետք է անպայման պաշտի Նիկոլ Փաշինյանի, որտեվ աղանդի առաջնորդը ինքն է։ Եվ նաև ինչ եմ ասում աղանդ, որտեվ այն բոլոր մարդկանց, ում ես որ հանդիպել եմ, այստեղ էլ Հայաստանում էլ այդ Նիկոլապաշտ մասաները իրենց գործողություններով, շարժու ձևով, իրենց այդ էմոցիոնալ վիճակներով կարծես թե աղանդի ներկայացուցիչներ լինեն եւ այդ աղանդին ոնց ուզեցա ինչ որ տեղ գտնել, դա ինչ որ նիկոլական աղանդի տպավորություն թողեց։ Դուք այդպիսի տպավորություն ունեք թե չէ։ Այդ երկու այնքան լայն հարցադրում է։ Ինքը փոքրոքի մարդ է, որովհետեւ փոքրոքի մարդիկ են եւ վախկոտ բռնակալ դառնում այն ինչ որ ինքն է անում, եւ նաեւ շատ փառասեր է։ Եվ նաև վախենալու բան ունի իր ապագայի հետ կապված։ Դրա համար իր միակ փրկությունը այդ աղանդի միջոցով իր հավերժ իշխանություն պահելն է։ Դուք այդպիսի տպավորություն ունեք թե չէ։ Պարզապես այսպես շեշտեմ, առաջին այն, եթե մենք որևէ մեկ իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ուրեմն նա պետք է ընդունի եկեղեցու մեր աստվածաբանությունը, դոգմաները, ծեսը, իսկ դա ինչ է ենթադրում։ Առաջնայինորեն, ուրեմն քահանայի մատուցած պատարագի ընդունում իբրև առաքելահաստատ այսպես շարունակություն, հաղորդության մասնակցություն, նաև այդ համայնքի մասնակցություն, հոգևոր կյանքի մասնակցություն, եթե հանում եք այս ամենը, ինչ որ մենք տեսնում ենք ձեր նշած անձանց եւ ձեր նշած լիդերի կոչերի մեջ, այսինքն հավաքագրում են մարդկանց, որոնք բավարարը 5 կետեր կարծեմ նշել չէ, բանի Մայրաթորի դեմ այդ գործողությունների անձանց հավաքագրելիս, որոնցից մեկն էր Աստվածաշնչի իմացությունը, թե ով է դա ստուգելու, կետերից մեկն էր, եթե չեմ սխալվում, այսինքն ինքը իրեն ով է, որ այդպիսի բաները վերապահում է։ Կետերը, եթե համադրում ես մեր եկեղեցու հաստատած դրույթների հետ, դրանք չեն համընկնում։ Հիմա դե թե աղանդ է, թե ինչ դրսևորումն է, դա թող ուրեմն ավելի գիտակ աստվածաբան մարդիկ ներկայացնեն։ Եվ մյուս առումով մեկնաբանեն։ Եվ մյուս առումով սա եմ ուզում ասել, որ մի քանի հոգևորականներ, քահանաներ, ուրեմն փորձեցին եկեղեցու մեջ եղած խնդիրները բարձրաձայնել։ Բայց դե իսկ որտեղ չկան խնդիրներ, իսկ աշխարհի կառույցները զերծ են, այնտեղ կներեք հրեշտակներ են նստած, իսկ դրա բարձրաձայնումին հետևող գործողությունները, քայլերը եւ շտկումները ուր են, ասածս այն է, որ եկեղեցու մեջ, քրիստոնեության մեջ ես այդպես եմ հասկանում, կարելի է այդ խնդիրների մասին խոսել եւ խնդիրները լուծել, առավել եւս քահանայական ուսումով եւ զանազանությամբ եւ այլն, սիրով, աղոթքով, ավետարանական խոսքով եւ ոչ թե առաջնորդի դեմ ընդվզելով, սիրելով Արտուր։ Այն ինչ որ տեսնում ենք մենք այսօր եւ որ ինչը որ բերում է ոչ թե քրիստոնեական ավանդների տարածման մեր բոլորի մեջ, հասարակության մեջ, եկեղեցու մեջ, իշխանության առաջին դեմքերի մեջ, որոնք ամեն օր սկսում են եկեղեցու դեմ խոսել, գումարած որ հոգևորականներին անազգանունով աշխարհի կոչել եւ այլն, այլ աղոթքով այս ամեն ինչին պետք է հասնել, որը որ իրական առաջընթացի կբերեր մեզ հոգևոր իմաստով։ Այո։ Նիկոլ Փաշինյանի այս գործում աջակիցներն ովքեր են դրսում։ Այստեղ շատ տարօրինակ եւ բարդ հարց է, շատ ակնհայտ են համընկնումները, ուրեմն մեր ոչ բարեկամ հարևան արևելյան այդ թշնամի այսպես ասած երկրից հնչած կոչերից հետ շատ սինխրոն են 4 կոչ հնչեց իրենց հոգևոր այսպես ասած առաջնորդից եւ 4-ին էլ 1 կամ 2 ուշացումով հետևեց եկեղեցու դեմ գործողությունների նոր սրաշազատեին նկատի ունեք։ Այո, հիմա արդյոք սա պատահական իսկ գլոբալիստները կապ ունեն
օրինակ սորոսական այդպես ասենք աթեիստ են, չգիտեմ, սատանայապաշտ են, այդ կառույցները, որոնցից մեկը ստանձնել է այդ գործ տվողի դերը։ Երբ թույլ տվեք ասել, երբ որ հատկապես Միքայել Սրբազանի դեմ այդ իրավական հետապնդումը սկսվեց, ես դա հետապնդում եմ ասում, զարմացած էի մարդկանց մանավանդ հասարակական սեկտորը ներկայացնող ներկայացուցիչների, մանավանդ իշխանության մեջ եղած շատ անձանց ակտիվությունից ընդդեմ էր եկեղեցու։ Ինձ իբրև պարզանալ հետաքրքրեց, թե որտեղից է գալիս դա ակունքը, կարծեմ կապված է դրանց ձեր հարցի հետ։ Հավատացեք, բազմաթիվ երեկոներ եմ նվիրել նրանց ուրեմն սոցիալական ակտիվության հետևից գնալուն եւ ի զարմանս ինձ ես նրանց համարում եմ ուրեմն լիբերալ աթեիստներ։ Նրանք ներկայ իշխանությունների այսպես բուֆերային գոտին են կազմում քաղաքական հոգևոր իմաստներով սպառում են իրենց տեսակետներով ովքեր են նրանք երբ գլոբալ կամ ոչ ես չեմ մտնում այս դրա պաշտական ոլորտի մեջ բայց հստակ անձինք են որոնք տասնյակ հազարներ են ես գիտեմ որ Հայաստանում կան 100,000-ավոր այլ հարանվանությունների կամ աղանդերի ներկայացուցիչներ մի ժամանակ ասում էին առնվազն 250 հստակ անձինք իմ ասածն է որ 250,000 այո այդ փորձագիտական շերտը, որը զարմանալիորեն ոչ մի պաշտպանության խոսք չի ասում իրավական այս հետապնդումների վերաբերյալ, իսկ մյուս դեպքերում այլ կառույցների համար կարող են պաշտպանիչ խոսք ասել, բայց հայ եկեղեցու մասին ոչ մի բան լռել, այլ հակառակը նրանք հարձակումներ են գործում։ Ես կոմենտները տեսնում էի շատ ներողություն հայհոյանք մեր հոգևորականին եւ գնում ես այդ հայտնի նրանք ամեն օր խոսում են այս կամ այն հարցազրույցներում գնում ես նրա էջի հետևից կոմենտների հետևից եւ տեսնում որ հանկարծ հայտնվում է նրանց մոտ անդավորական ինչ որ կազմակերպության անդամ լինելու վկայություն ես պահել եմ շատ սկրինշոթեր պահում եմ հաճախ բայց հետո ջնջում բայց նաեւ ավելին ասեմ նրանցից 1-2-ը ներգրաված են Բաքվի ուրեմն կյանքի խոսքը էջին անդամ են այդպեսի եւ այո Ադրբեջանը այո եւ գալիս են իրենց իրավունք են վերապահում քննադատական խոսք կամ կոմենտներ գրելու մեր եկեղեցականների մասին այսպիսիք շատ են հիմա դրանց համար են գլոբալիստական ուժեր կամ չգիտեմ ինչ ուժեր գործակալական ցանցեր ավելի շատ այդպես կա որը որակ է կազմում մեր եկեղեցու դեմ բայց ասենք այդ իոնիսյան կոչվածը կարծես թե չգիտեմ կարող է ինքն էլ աղանդավոր լավ թեման շատ երկար է մեր ժամանակը սպառնում է բայց մի հարց եմ ուզում տալ խնդրում եմ հակիրճ պատասխանեք եւ ամփոփենք Գիտեմ, որ այս ամենը Սփյուռքի վրա ազդում է, բայց ամեն դեպքում մեր եկեղեցիները շարունակում են գործել եւ նաեւ բարգավաճել։ Գիտեմ, որ նորություն ունեք արևմտյան թեմի առաջնորդության հետ կապված, նոր եկեղեցի է կառուցում։ Խնդրում եմ կարճ ներկայացրեք, ինչ նորություն կա մեր արևմտյան թեմից եւ ավարտենք։ Ազդում է այնքանով բնականորեն, որ ասենք թե հոգևոր ծառայությունը թողած, հոգևոր սպասավորությունը, թեմի եւ ծուխերի կազմավորումը թողած որոշ էներգիա գնում է նաեւ այս հարցերի կողմնորոշմանը, դիրքորոշում արտահայտելուն, ուրեմն հստակեցնելուն ամեն մեկը ինքը իր համար արևմտյան թեմը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմ ենք ասում, Բրբանկի առաջնորդանիստ եկեղեցով եւ նաեւ տասնյակ ծուխերով եկեղեցիներով գործում է Փառքաստու հայությանը համախմբելու եւ հոգեվոր սպասավորության իր առաքելությունը կատարում է ես իբրև անհատ պետք է ասեմ լավ գերազանցը թող շատ չնչի բայց լավ է կատարում եւ այսօրվա դրությամբ ոչ միայն նոր եկեղեցիներ են կառուցվում բոլորիս կամ շատերիս աչքի առաջ է գլենդելով նոր հիմնադրվող հայաշունչ շատ գեղեցիկ եկեղեցին բայց նաեւ նոր համայնքներ եւ ծուխեր են հիմնադրվում բոլոր այն վայրերում, որտեղ հայությունը կենտրոնանում է։ Եվ սա ինձ համար, ոչ աշխարհի կանց առաջին հերթին կարևոր է հայությանը համախմբելու առումով։ Իսկ ով պետք է համախմբի։ Եթե պետական հաստատությունները այսօրվա պետությունը քանդում է միայն իհարկե։ Իսկ այլապես ով պետք է հայությանը համախմբի իր շուրջ եւ գերազանց է, որ հենց եկեղեցին է իր հոգեվոր առաքելության դանում։ Մեկը հայությանը համախմբելու իմաստով եւ մյուսը նաեւ ինչու՞ չէ քրիստոնեական մեր ավանդները, պատգամները հայության մեջ տարածելու, սփռելու առումով։ Այս երկու ուրեմն գործոններով թեմը ես իմ անձնական վկայությունը պետք է տամ սեմակալ առաջնորդի գլխավորությամբ լավ է կատարում։ Շատ շնորհակալություն եւ ձեզ հաջողություն եմ մաղթում։